այդ ազգի մեջ տարօրինակ հագումներով մարդիկ են ծնվում։ Գիտեք ինչ, դա այնպես չէ, որ երբ որ տեսնում ես հայրը քնում է իր բռնաբարում է իր աղջկան, մայրը քնում է երեխայի հետ, դա ոչ թե ուղղակի այդ ասնավորությունները ինչ-որ հոգեկան խնդիրներ ունեն, ուղղակի այդ ազգը այնքան է կեղդոդված, որ իրենք ոչ մի բան չեն հասկանում։ Մեր էզատերիկները նման իրավիճակը համարում են շնության անեսք, ուր մեկի մոտ գալիս է, երբ որ այդ ազգը մանկապղծությամբ է զբաղվե, ուրիշի երեխաներին է թողե անդեր, ուրիշի երեխայի հետ է ոտնձգություն կատարե, իր ազգի մեջ նման խնդիրներ են գալիս։ Նաև երբ որ ծնողը ինքը նման գործողություն է կատարում, արդեն ինքը իր ազգը գցում է այդ նեգատիվի մեջ։ Տարօրինակ շղթայական վիճակ է։ Գիտեք ինչ, շատ դեպքերում ինձ մոտենում են նման մարդիկ, թե ես ինքս էքստրասենս պայծառատես պարահոգեբան եմ, երբ որ ես մարդուն նայում եմ եւ տեսնում եմ մարդը ինչ վիճակի մեջ է ընկած, տարօրինակ հագումներ ունի, շատ դեպքերում իրենք վախենում են դիմել նույնիսկ հոգեբանների, բայց երբ որ ես նայում եմ, հասկանում եմ այդ մարդկանց այդ վախերը, այդ խնդիրները իրենց ծնողի հանդեպ, իր երեխայի հանդեպ, իր հարազատ քրոջ աղբոր հանդեպ, ինչու է գալիս, անպայման թափետ մակրվում է ու նոր այդ ազնվորությունը սկսում է շունչ քաշել։ Անիծված ազգի զավակը, երեխան, աղջիկը, տղան, դա կապ չունի, իրենք իրենց կյանքով չեն ապրում։ Գիտեք ինչ, իրենք ոնց որ զոհի կարգավիճակով լինեն։ Շատ դեպքերում ես երբ որ մարդկանց ստուգում եմ, տեսնում եմ, որ այդ մարդկանց վրա անձամբ ոչ մեկը ոչ մի գործողություն չի կատարել, բայց այդ անեծքը, որ գալիս է այդ ազգի վրա, չի թողնում, որ այդ մարդիկ իրենց կյանքով ապրեն։ Այն ինչ որ իրենց տիեզերքով տված է, դա իրենց հասանելի լինի։ Նման մարդիկ զրկվում են մարդկային երջանկությունից, նման մարդիկ զրկվում են կյանքը վայելելուց, ուրախանալուց, ընտանիք ստեղծելուց, լավ ծնող լինելուց, լավ զավակ լինելուց։ Շատ դեպքերում այդ անեսքը ասածը սիրելիներս դադարեցնում է ազգի գոյությունը, ազգը կորցնում է իր որակական հատկությունները, ազգը թվաքանակով է պակասում, ազգի մեջ մտնում է գենետիկորեն տարօրինակ հիվանդություններ, անհուժելի հիվանդություններ, որ ինքնըստինքյան արդեն չի թողնում, որ այդ ազգը առաջ գնա, անպտղություն է մտնում, ինչ ուզում եք անեք, բժիշկի են գնում, հեկիմի են գնում, մեկ է այդ անձնավորությունները չեն կարողանում զավակներ ունենալ։ Նման ազգի մեջ նաև վաղաժամ մահեր է գրասվում, հատկապես տղա սերի մեջ։ Գիտեք ինչ, անեծները տարբեր ձևերի են լինում, տարբեր ձևերի են ազդում։ Մարդ կա, որ ինքը այնպիսի անեծքի մեջ է ընկած, որ երբեք իր ֆինանսականը չի բացվում, ինքը ֆինանսական հաջողություն չի ունենում։ Գիտեք, հատկապես սիրելիներս, երբ որ ուշադրություն եք դարձնում, հատկապես էզոտերիկները, աստղաբանները, իրենք երբ որ տեսնում են այդ տան մեջ կա մարդ, երեխա, որ ծնվում է կարիճամաստեղության հովանավորության տակ, նույնիսկ հարկավոր չէ այդ մարդուն նայել։ Երբ որ ես տեսնում եմ այդ տան մեջ կարիճ կա, արդեն զգում եմ, որ այդ տան մեջ կա նեգատիվ էներգիայի հարված, կա այդ անեսքը։ Կարիճ ծնվող երեխան ինքը լակմուսի թուղթի պես ցույց է տալիս, որ ազգը խնդիրներով է։ Ես դրա համար շատ դեպքերում ուղղակի նայում եմ, տեսնեմ, թե այդ մարդու վրա անհատական ինչ-որ գործողություններ կա, թե ոչ, բայց շատ դեպքերում անհատական ոչ մի գործողություն չկա, ուղղակի ազգի ոչ նեգատիվը այդ մարդու վրա է, նաև այդ մարդու տան բոլոր անդամների վրա։ Գիտեք ինչ, երբեք չի լինում, երբ որ ազգի մեջ անեսք կա, այդ ազգի մեջ միայն մի հոգին է ինչ-որ պատասխան տալիս, ոչ, բոլորի մոտ, ամեն մեկի մոտ տարբեր ձևերով, տարբեր ժամանակահատվածներով, բայց այդ նեգատիվ էներգետիկան ի հայտ է գալիս։ Ոչ մեկը
այդ